Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումները կարող են կոլապսի ենթարկվել։ Ռուսական կողմի տարեսկզբին սահմանած խստացումներն իրենց ազդեցությունը թողել են միգրացիոն հոսքերի, մասնավորապես բեռնափոխադրումների վրա։ Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115-րդ ֆեդերալ օրենքի փոփոխության մասին է։ Հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն միգրացիոն քարտում այցի նպատակը աշխատանք չեն նշում, նրանք նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր, այսինքն երկու անգամ ժամկետը կրճատվել է։ Փետրվարից գործում է նաև վերահսկվող անձանց ռեեստրն ու արտաքսման մասին օրենքը, որի համաձայն վարչական իրավախախտում իրականացնողներին, որոնք ժամկետից ավելի կմնան կամ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, բայց կշարունակեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում, սպառնում է լուրջ հետևանքներ ունենալ։ Մինչև սեպտեմբերի 10-ը իրավախախտներին հնարավորություն էր տրվել գտնվելով Ռուսաստանում կարգի բերել փաստաթղթերը։ Մեկ ամիս շարունակ բավականին խիստ ոստիկանությունը հետևողականորեն ստուգում է բոլորի անձնագրերը եւ հաշվում այն օրերը, որքան են նրանք ավելի մնացել իրենց օրինական թույլատրված 90 օրից։ Եթե անձը օրինական ժամկետից 90-ից 180 օր ավելի է մնում Դաշնության տարածքում, տրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով, 180-ից 280 օրվա դեպքում 5 տարի ժամկետով, 270 եւ ավելի օր գտնվելու պարագայում 10 տարի ժամկետով։ Ես արդեն ունեմ 1 տասնյակից ավել այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որտեղ հստակ նշված է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը խախտել են եւ գտնվել են ավելին ու հաշվարկած են 138 օր, 146 օր եւ այլն։ Բայց այստեղ էլ խնդիր կա, որ չնայած այդ օրերը չեն գերազանցում 180 օրը, միևնույն է այս անձանց մուտքի արգելք տրված է 5 տարի ժամկետով։ Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի տարածքում մշտապես բեռնափոխադրում իրականացնողների համար 90-օրյա ժամկետը բավարար չէ եւ նրանցից շատերը կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Այս խնդիրներին առնչվել են Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների բեռնափոխադրողները։ Անհնար է վարորդին ընդունել աշխատանքի, որ նա 90 օրվա ընթացքում Ռուսաստան գնա, վերադառնա եւ այլն, հետո նրան հանել աշխատանքից ընդունել մեկ այլ աշխատակից, չգիտեմ, տարվա ընթացքում 3 փուլով պետք է տարբեր մարդկանց ընդունել աշխատանքի, իսկ դա անհնար է այդպիսի բան անել։ Ու արդյունքում ստացվում է, որ եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շատ շուտով մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարի ժամկետով։ Որ կավելանա դեպի Ռուսաստան արգելված մուտքով վարորդների քանակը փաստում են հենց բեռնափոխադրողները։ Նրանք այսօր բողոքի ակցիա են արել կառավարության շենքի մոտ, պահանջներ ռուսական կողմի հետ քննարկել Ռուսաստանի օրենսդրական նոր կարգավորումները մեղմացնելու հարցը։ Մեր կառավարությանը խնդրում ենք, որ այդ 90 օրը գոնե սարքեն 180 օր։ Դիմի 94 օրը լրացել է, ես չեմ մանավ ռիսկ անեմ, գնա թե չգնա։ Մեր հիմնական առևտրաշրջանառությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության հետ հիմնականում ցամաքային ճանապարհով, բեռնափոխադրման միջոցով։ Բրիր Մկրտչյան, լուրեր։